Ժեմ դիմավորեք գոր։ Բարի երեկո, վիտամին ակումբ, այսօր ուզում եմ խոսել մի թեմայից, մի երևույթի մասին, որ ընդհանրապես իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Հնեշ, որ իմ ուղեղը փոքր է, բայց չի տեղավորվում։ Խոսքը սնահավատության մասին է։ Այսպիսի բան կա, որ ասում են դիմացովը ծև կատու է անցնում։ Մի քանի օր առաջ ծև կատու դիմացովս անցավ ու ընկավ մեքենայի տակ։ Երևի իր դիմացից էլ էր ծև կատու անցել։ Կամ աֆրիկացի։ Ինչ իմանան, կարող կատուների մոտ այտենց սնահավատություն կա, դիմացովը ծևը մորթ անցնում, օրը թարսվում է։ Տենց է, ասում են ծև կատու անցավ դիմացովը, օրս թարսվավ։ Լսի, քո օրը ոնց կարա թարսվի, մենակ նրա համար, որ ծև կատու անցավ դիմացովդ։ Քո օրը կարա թարսվի, երբ որ ծև պանտերա անցնի դիմացովդ։ Կամ այսպիսի մի սնահավատություն կա, որ ասում են դանակ կամ պատարագ անգնում, ասում են մարդ է գալու։ Եթե այդ լոգիկան աշխատում է, եկեք Արման Բարդումյանին ասենք համալիրում համերգ դնի ու դանակ պատարագ շախտ ասում։ Նես տպավորությունը Հայաստան-Ռուսաստան ճամփեքի վրա դանակ պատարագ շփած sense լիքը ու մարդիկ գնում են։ Կամ ասենք որ ասում են սարդ կատունը միս հատկացրեք հարստությունա։ Ձեզ թվում է քրքրքոնը աղքատ նստած էր, սարդերի քարավանը մտավ տուն։ Ասես միս բան է, գնացեք այդտեղ սենյակում դուք ադապտացվեք, ապրեք ու հարստացավ։ Կամ ասենք այսպիսի սնահավատություն կա, որ ասում են երկու նույն անուն մարդու մեջտեղը որ կանգնում ես, երազանքները իրականանում է։ Ժողովուրդ, ձեզ թվում է Պուտինի երկու ախրանիկների անունը Ալյոշա է։ Պուտինը քայլում է ու աչ ու ձախ Ալյոշաների պատճառով իր ցանկությունները իրականանում են։ Հակառակը Ալյոշաների ցանկություններն են իրականանում նրա համար, որ Պուտինը մեջտեղում է։ Կամ ասում են, «Այս սրա ձևերը մի արա գլխիդ կգա»։ Սամվել Բաղդասարյանը ամբողջ կյանքում քաղաքական գործիչների ձևերն է անում։ Չտեսանք մի օր այդ մարդը գոնե գյուղապետ դառնա։ Միակ դեպքը, որ մեկի ձևերը անես գլխիդ գա, այդ երբ որ Գոր Վարդանյանի ձևեր անես, կարող գլխիդ գա քացով։ Կամ մարդիկ կան, որ 13 թվից վախենում են, ասում են 13-ը, ամեն ամսվա 13-ը շատ վատ է։ Ժողովուրդ, մեկը իմ համար ամեն ամսվա 24-ն է վատ օր, որովհետև 24-ը վարկից տոկոսի մուծման օրն է։ Դրանից վատ օր մենակ նախորդ օրն է, որ պետքա գնամ վիզ դնեմ ճարեմ այդ փողը, որ մուծեմ։ Կամ այսպեսի մի սնահավատություն կա, որ աչքի ուլունք են կախում, որ ինչ-որ աչքից հեռու լինի։ Մեր Բաքում Մոսկվիչ կա մեքենա, հայելուց սենց աչքի ուլունք է կախած։ Վազգեն ձեզեն ասի, Վազգեն ձեզ, աչքի ուլունքը ինչ ես կախե, ասես դե տղա ջան, որ աչքով չտան, էլի։ Ասում եմ Վազգեն ձեզա, մատ լավ մտածի, այս Մոսկվիչը որ քշում ես, կարող է արդեն աչքով են տվել քեզ։ Կամ ավելի տարածված ինչ-որ սնահավատություն, որ ձիունալ են կպցնում դռան վրա։ Մեր հարևանը ունի, ասում ինչ եք ձիունալը կպցրել դռան վրա, ասում է դե որ սենց վատ չար աչքից հեռու լինի, որ գողություն չլինի։ Այդ ոնց է աշխատում այդ նալը ձիու։ Ասենք մարդիկ որոշել են կան գողություն անեն գողերը, ապեր արի ես տունը, փողը այնքան շատ է, որ եթե գողություն անենք, սաղ կյանքը կապրեն, գնացինք, արի, այս տունն է։ Արա թուքու, արա նալկա, արա լավելիա։ Բոլոր սնահավատներին ես խորհուրդ եմ տալիս, որ սնահավատ չլինեք, ինձ թվում է թյուրիմացություն է դա։ Օրինակ մեկը ես սնահավատ չեմ, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ես ունեմ իմ սիրած աշխատանքը, գումար կա, ոչինչ նորմալ է, թու ամեն ինչ լավ է, ասեք մի հատ, սենց շնորհակալություն մի եղեք, սնահավատ կհանդիպենք։